Գյումրու կենտրոնական զբոսայգում փողային նվագախմբի երաժիշտներն են։ Գյումրեցիներին ու քաղաքի հյուրերին հրավիրում են ամառային երեկոն երաժշտական հաճելի միջավայրում անցկացնելու։ Գյումրին նաև փողային քաղաք է, եւ որ նվագախմբի տղաները գյումրեցիներ են լինում։ Մենք հավատում ենք այդ ընդունված ձևակերպմանը եւ հակված ենք մտածել, որ այո, սա շատ սերտորեն կապված է Գյումրու մշակութային կյանքի հետ։ Հիմա պետական փողային նվագախումբը ապրում է իր լավագույն ժամանակաշրջաններից մեկը, որովհետեւ ունի հարուստ նվագացանք, լայն համերգային ծրագիր, շատ բազմաժանր կատարումներ։ Ժամանակի ձայնը խորագրով միջոցառումը ոչ միայն նվագախմբի հերթական բացօթյա համերգն է, նաև փորձ վերականգնելու Գյումրու մշակութային կյանքի հին ու բարի ավանդույթներից մեկը։ Մեր հնաբնակներն ու ավագները պատմում են, որ ավանդաբար կենտրոնական զբոսայգու այս հատվածում պետական փողային նվագախումբը ելույթ է ունեցել, մարդիկ հավաքվել են եւ շաբաթ կիրակիները անցկացրել այդ գեղեցիկ միջավայրում։ Մենք փորձում ենք նաև վերականգնել այդ գեղեցիկ ավանդույթը։ Այս համերգով ազդարարվեց նաև Գյումրու պետական փողային նվագախմբի հիմնադրման 55-ամյակի հոբելյանական միջոցառումների մեկնարկը։ Նոր նվագացանք, համերգներ ու շրջագայություններ կլինեն։ Երեկոն նշանավորվեց նաև Գյումրի Արթուիկ հոբելյանական 5-րդ միջազգային փառատոնի փակման արարողությամբ, որն անցկացվում էր քաղաքը եւ ժամանակը խորագրով։ Փառատոնը Գյումրու պատմական հիշողությունն ու ժամանակակից արվեստը միավորեց ոչ միայն թանգարաններում ու պատկերասրահներում, այլև քաղաքի հանրային տարածքներում։ Հիմնական շեշտադրումը դրված է եղել Գյումրի քաղաքի վրա, Գյումրու քաղաքի հիշողության վրա եւ այստեղ հավաքվել են տարբեր կառույցներ, ինչպես նաեւ հայ եւ միջազգային արվեստագետներ, ովքեր մասնակցություն ունեցան փառատոնին։ Փառատոնի միջազգային ներկայությունն արդեն արտացոլվում է արտասահմանյան հրապարակումներում։ Մասնակից արվեստագետներն ու համադրողները Գյումրիից հեռանում են ոչ միայն ստեղծագործական փորձով, այլև մշակութային քաղաքի մասին տպավորիչ հոդվածներով։ Գերմանական ժուրնալում տեղադրված է Մինաս Ավետիսյանի թանգարանի մասին եւ մեր մեծ արվեստագետ Մինաս Ավետիսյանի ստեղծագործությունների մասին հոդված, եւ սա նաեւ եւս կարեւոր փաստ է, որ մենք կարողանում ենք մեր արվեստագետներին եւ Գյումրի քաղաքը հանրայնացնել միջազգային ժուրնալներում, միջազգային արվեստագետների կողմից։ Իսկ ժամանակի ձայնը դեռ հնչելու է, ինչպես վստահեցնում են կազմակերպիչները, փողային նվագախումբը պարբերաբար կվերադառնա Գյումրու կենտրոնական զբոսայգի, վերականգնված ավանդույթը դարձնելով քաղաքի մշակութային կյանքի անբաժան մասը։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, Լուրեր։